Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Եվ այսպես համացանցում արված գրառման համար հերթական քրեական վարույթն է հարուցվել։ Ազատության փոխանցմամբ այս անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է ախուրյանցի 55-ամյա մի կին, որը ընդդիմադիր մեր ձևով շարժման համակիր է։ Նրա փաստաբան Արտակ Մովսիսյանի պնդմամբ խոսքը ոչ թե հրապարակային գրառման, այլ մասնավոր նամակագրության մասին է, որը սկրինշոթ է արվել եւ տարածվել համացանցում։ Թե ով է հրապարակել նամակագրությունը դեռ պարզ չէ։ Կնոջը մեղադրանք է առաջադրվել, դատարանը մեկամսյա կալանք է սահմանել։ Նույն համատեքստում հրապարակային խոսքի համար կալանավորված Վազգեն Սաղաթելյանի գործով վերաքննիչ քրեական դատարանը դեռ չի ներկայացրել փաստաբանի բողոքի առնչության պատասխանը։ Փաստաբան Արսեն Բաբայանը հույս ունի, որ այսօր առավոտյան տեղեկություն կստանա։ Իսկ իշխանություն եկեղեցի լարված ֆոնին շարունակվում է նաև Սրբազան պայքարի գործով զարգացումները։ Երեկ կայացել է Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների գործով արտահերթ դատական նիստը։ Կարո Օկումուշյանի խափանման միջոցը չի փոխվել։ Նրա տնային կալանքը երկարաձգվել է եւս 3 ամսով։ Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։ Նա շաբաթական 2 անգամ պետք է ներկայանա պրոբացիայի ծառայություն, չի կարող առանց թույլտվության լքել բնակության վայրը, իսկ երեկոյան ժամը 23-ից մինչև առավոտյան 8-ը պարտավոր է գտնվել տանը։ Բացի այդ, նրան արգելված է այցելել մարդաշատ եւ ժամանցի վայրեր։ Փոխվել է նաեւ Սրբազան պայքարի գործով անցնող Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը։ Նրա նկատմամբ տնային կալանքը վերացվել է, կիրառվել է վարչական վերահսկողություն։ Իշխանություն եկեղեցի հարաբերություններում լարվածությունը տեղափոխվել է Արագածոտնի մարզ, Սաղմոսավանք։ Ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գրառում էր արել վանքի հոգևոր հովիվ Տեր Օշինի մասին, ապա նաև անձամբ այցելել վանք։ Մեծ զրույցում Տեր Օշինը Ռուբինյանի այցը մեկնաբանել է, որ Սաղմոսավանք շատ մարդիկ են գալիս ու գնում։ Ռուբինյանն էլ նրանցից մեկն էր, եկավ գնաց։ Հարցին ինչ էր ուզում ազգային ժողովի փոխոսնակը հոգևորականը պատասխանել է. Ինձանից ոչ ոք ոչինչ չի կարող ուզել, ամեն ինչ նորմալ է, չեմ մեկնաբանում նրա գրառումը, այսօր կարող են հոգևորականի փոխարեն ինչ ասես գրել ու հրապարակել։ Միջադեպին արձագանքել է նաև նույն թեմի հոգևորական քահանա Տեր Վրդանես Բաղալյանը։ Մենք էլ մյուս քահաներս էլ խոսում ենք, որ կնքայրը պետք է պարտադիր հայ եկեղեցու անդամ լինի, աստվածասեր լինի, հայրենասեր լինի, հավատավոր անձ լինի։ Եվ Տերայրը նաև այդ ամենին ավելացրել է, չպետք է հայրենավաճառ լինի, դավաճան լինի, ուրացող լինի, ես էլ եմ այդ կարծիքին, որ պիտի չլինի, բայց որ Ռուբենյանը իրենց վրա է վերցրել դա, ցավում եմ Ռուբենյանի համար։ Տերայրը չի անձնավորել, կոնկրետ ասենք, որևէ մեկի մասին վիրավորական բան չի ասել, ընդհանրապես խոսել է հայրենասեր, աստվածասեր, եկեղեցասեր կնքայր ունենալու մասին։ Իսկ հպաղականներից չգիտեմ ով է պսակվող եղել, որ ու Ռուբինյանին էլ ինչ է հասցրել։ Եթե Ռուբինյանը ունի հիմնավոր ձայնագրություն, որտեղ Տերայրը մեկին վիրավորում է, թող հրապարակի։ Ասենք անխոս հեռախոս է, էլի։ Ասենք Տերայրի ասածը նենգա փոխած կներկայացնեն, հիմա էլ համացանցում Տերայրի ասածին ինչ ասես կասեն իրանց։ Հիշեցնեմ, որ Ռուբինյանը պնդել էր, թե իբր Տեր Օշինը երիտասարդ զույգին խորհուրդ է տվել ընտրել նորմալ թասիբով քավոր եւ հավելել նկատի ունի ԿՊԱ-ական չլինի։ Ազգային ժողովի փոխոսնակն էլ երեկ գնացել էր Սաղմոսավանք հոգևորականից ճշտելու, նման բան ասել է, թե ոչ։ Ավելի ուշ փոխոսնակը հրապարակել է տեսանյութ, որտեղ պնդում է, թե Տեր Օշինը չի հերքել իր մեղադրանքը։ Վերադառնում եմ Սաղմոսավանքից։ Տեր Օշինը ցավոք չհերքեց, որ քաղաքացուն ասել է, որ կարևորը քավորը թասիբով մարդ լինի, ԿՊԱ-ական չլինի։ Ստիպված եղա Տեր Օշինին բացատրել եւ զգուշացնել, որ եկեղեցում մարդուն քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ պայմանավորված խտրականության ենթարկելը հակասում է եւ հոգեվոր եկեղեցական կանոնին եւ նաեւ պարունակում է քրեական օրենսգրքով սահմանված հոդվածի տարրեր։ Ընդհանրապես սա պիտի հիշեն մեր բոլոր եկեղեցականները։
Թեմային արձագանքել է նաև փաստաբան Արմինե Ֆանյանը, խորհուրդ տալով ազգային ժողովի փոխոսնակին չխոսել սպառնալիքի լեզվով։ Փաստաբանը հիշեցրել է, որ կարծիքի արտահայտումը սահմանադրական իրավունք է։ Նախ նրան ճանաչողները գիտեն, որ նա վախեցնողներից չէ։ Բացի այդ, դա Տեր Օշինի գնահատականն է արձես, ինչը լիովին տեղավորվում է խոսքի ազատության սահմանադրական իրավունքի շրջանակներում։ Եթե առարկություններ ունեք, փաստարկված ներկայացրեք, տեսնենք, որ արածի համար պետք է հակառակ կարծիք ունենան մարդիկ ձեր մասին։ Այս ֆոնին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկին խոսել է խաղաղության գործընթացի բարդությունների մասին։ Նա ընդգծել է, որ վիճակն առավել դժվար է դառնում Բաքվում պահվող հայգերիների եւ անհետ կորածների պատճառով։ Այնուամենայնիվ, ըստ պաշտոնական Երևանի, Հայաստանը շարունակում է վճռականորեն շարժվել այդ ճանապարհով։ Անցյալ տարի Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջև, այլև հարթեց առևտրի, կապի եւ մարդկանց միջև շփումների ճանապարհը։ Կառավարությունների միջև համաձայնություններից առաջ անցնելու համար մենք նաև մեր հասարակությունների, այդ թվում տուժած բնակչության միջև իրական երկխոսության եւ վստահության սերմ ենք ցանում։ Չնայած հակամարտության ցավոտ մարդասիրական հետևանքները դեռևս չեն լուծվել, եւ հերավոր ու մոտ անցյալի վերքերը շարունակվում են։ Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին։ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էին անցկացրել բուժաշխատողները։ Նրանք նամակ են հանձնել ազգային ժողովի նախագահին, պահանջելով խորհրդարանական լսումներ կազմակերպել առողջության համապարփակ եւ պարտադիր ապահովագրության ծրագրերի բացերի եւ ռիսկերի վերաբերյալ։ Բողոքի ակցիայի ընթացքում առողջության իրավունք հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը հայտարարել է, որ համընդհանուր առողջապահության ապահովագրության համակարգի գործարկումից հետո բժիշկները աշխատավարձերը ստացել են ոչ միայն ուշացումով, այլև զգալիորեն ցածր։ Բժիշկները ստացել են իրենց առաջի ապահովագրության ներդրումից հետո աշխատավարձը բավականին ցածր թվերով եւ ուշացումով։ Հիվանդանոցային բլոկի աշխատողները ստացել են շուրջ 30% ցածր աշխատավարձներ, իսկ պոլիկլինիկաներում, այսինքն արտահիվանդանոցային բժշկական ծառայությունում մոտավորապես 2 անգամ, 2-ից 3 անգամ երբեմն ցածր եւ այս կառույցում շատ ավելի ցածր ստացել են բուժքույրերը, մայրապետերը, որտեղ բժիշկները եւ բուժքույրերը այնտեղ վարձատրվում էին per capita սկզբունքով, այսինքն գլխաքանակային սկզբունքով եւ այդ per capita սկզբունքով իրենց աշխատավարձը բավականին իջել է։ Եվ ցավոք սրտի բավականին ուշ են ստացել, այսինքն եթե չեմ սխալվում, փետրվարի 20-ին նոր իրենք աշխատավարձ ստացան, իսկ դրանից առաջ մենք տեսանք առողջապահության նախարարության հայտարարությունը, որ խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որովհետև նոր համակարգ է, չենք կարողացել սա անենք, չենք հասցրել նա անենք։ Բողոքի ակցիային զուգահեռ ընթանում էր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը։ Նիստի հիմնական թեման եղել է մայրաքաղաքի ճանապարհների անմխիթար վիճակը, կիսատ նորոգումները, խցանումները եւ քաղաքացիների դժգոհությունը։ Քաղաքապետը ընդգծել է, որ կատարվող աշխատանքները մեծ են, բայց դրանք դեռ չեն բավարարում խնդիրների լուծմանը։ Բալավի մեկ ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Չէ, պարոն Սևոյան, հրավիրել պետք չի, պետքա մարդ դնել հետները, որովհետև երբ որ չկա վերահսկողություն, պարզվում է աշխատանքը ով ոնց կարա ինչ-որ մի բան պակաս անելու է։ Մի մարդ չունեք, գնա կողքները կանգնի տենա ինչ են անում։ Կամ լավ ասենք որ դառնա, էլի, ասենք բիտումի վրա 2 կոպեկ ավել փող, ասենք վաղը չեն ունենա այլևս պատվեր, իրանք գիտակցում են դա։ Ադրբեջանն ու Իրանը ավարտել են Արաքսգետի վրայով անցնող Աղբանդ Քելալե կամուրջի կառուցումը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների կամուրջը նախատեսվում է ներառել Արազի միջանցքի նախագծում։ Այն հնարավորություն կտա Ադրբեջանին Իրանի տարածքով ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ։
Իսկ Եվրոպայի ուշադրության կենտրոնում Ուկրաինայի պատերազմն է։ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ միությունը մտադիր է արգելել այն բոլոր ռուս զինվորների մուտքը Շենգենյան գոտի, որոնք մասնակցում են Ուկրաինայի պատերազմի գործողություններին։ Հունգարիան հայտարարում է, որ պատրաստվում է արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը եւ Ուկրաինային նախատեսվող շուրջ 90 միլիարդ եվրոյի վարկը։ Բուդապեշտը սակապում է դրուժբա նավթատարի շուրջ ստեղծված վիճակի հետ, պնդելով, թե Կիևը խոչընդոտում է նավթի մատակարարումը։ Արտգործնախարարը Բրյուսելում նշել է, որ Ուկրաինայի քայլերը Հունգարիայում ընկալվում են որպես քաղաքական ճնշում։ Նման դիրքորոշում է հայտնում նաև Սլովակիան։ Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ եթե Ուկրաինան չվերականգնի ռուսական նավթի տարանցումը, Բրատիսլավան կդադարեցնի Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Նրա խոսքով երկիրն արդեն հարյուրավոր միլիոնների վնաս է կրել գազի եւ նավթի մատակարարումների խափանումների պատճառով։ Կիևն էլ իր հերթին պնդում է, որ նավթի մատակարարումների խափանումները կապ ունեն ռուսական հարվածների հետ։ Միջազգային մարզական լրահոսից Արցախցի ուշուիստ Արսեն Բաղարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչում։ Նա ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով ճանաչվել է 2025 թվականի աշխարհի լավագույն ուշուիստ Սանդա մրցաձևում։ Մարզիկը երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն է, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր եւ Եվրոպայի չեմպիոն։ Առաջիկայում էլ կմասնակցի Չինաստանում կայանալիք Սանդայի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Եղանակի մասին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 13-ից 15, իսկ երեկոյան 3-ից 5 աստիճան տաքություն։ Եվ վերջում արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Երևանի 38-ամյա բնակիչը ոստիկաններին հայտնել է, որ իրենց տնից գողություն են արել, իսկ կատարողը նրա 64-ամյա հայրն է, որը գողացել է բնակարանում պահված 42 միլիոն դրամ գումարը։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հայրը հեռանալուց առաջ նամակ էր թողել գրությամբ. «Ես իմ ձյունանուշիկի հետ գնում եմ կյանքս վայելելու»։ Երևանի քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին, նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին։ Կհանդիպենք։